Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Քիչ առաջ ծանոթացա Նիկոլ Փաշինյանի մակարոնեղենի արտադրանքի հերթական թողարկման հետ, որտեղ նա ուղղակի եւ անուղղակի մեղադրում էր Սերժ Սարգսյանին Մեծամորի ատոմակայանը փակելու ժամկետայնության մեջ։ Իր ելույթում ազգային ժողովում նա միտեղ ասաց, որ Սերժ Սարգսյանը ստանձնել է պարտավորություններ փակել Մեծամորի ատոմակայանը ՍԵՊԱ-ով, Եվրոպական միության հետ կնքված համաձայնագրով, իսկ քիչ անց խոսել այն մասին, որ փակման ժամկետը 36 թվականը պետք է լիներ եւ նրանք բանակցում են մինչեւ 46 թվական փակումը հետաձգելու վրա։ Ինչ են խոսում փաստերը։ Փաստերը խոսում են հետեւյալի մասին. ցանկացած ապրանք իր շինությունը իհարկե ունի իր պիտանելիության ժամկետը, անգամ Նիկոլի կոստյումները, ինչպես երեկ նա իր հարցազրույցում թախանձագին մատնանշում էր իր հագուկապը, ունեն պիտանելիության ժամկետ։ Լուր մնաց ատոմակայանը, որը ենթադրում է նաև նորագույն, բարդագույն, վտանգավոր նաև տեխնոլոգիաների օգտագործում։ Իհարկե ատոմակայանի պիտանելիությունը ունի ժամկետ։ Եվ այդ ժամկետը հաշվի առնելով, որ ատոմակայանը կառուցվել է սովետական միության ժամանակ 70-ականներում, այդքան էլ սարերի հետևում չէ։ Այո, Սերժ Սարգսյանը Եվրոպական միության հետ ստորագրված համապարփակ եմգլայված համաձայնագրում տվել է իր համաձայնությունը առ այն, որ մի օր, մի գեղեցիկ օր Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի, բայց նորից եմ կրկնում, խոսքը չի գնում 2036 կամ 2046 թվականների մասին։ Խոսքը գնում է այն մասին, որ այդ ատոմակայանը իհարկե իր պիտանելիության ժամկետը սպառելով, անվտանգության բոլոր նորմերը պահպանելուց հետո վտանգավոր դառնալու պահին պետք է փակվի։ Եվ սա բոլորիս առողջության, անվտանգության, կյանքի եւ Հայաստանի ու մերձավոր տարածաշրջանի ապագայի հարցն է։ Ու սա անկասկած է, Նիկոլ։ Քո պոպուլիզմը ասել է այն աստիճանի, որ դու նույնիսկ խաղեր ես տալիս միջուկային էներգետիկայի մակարդակում։ Հաջորդը, եթե այդքան թախանձագին եւ սրտատրոփ ու սրտացավ ես վերաբերվում ՍԵՊԱ-ին, Եվրամիության հետ 2017 թվականին մեր կնքած համաձայնագրին, ապա ինչու կյանքի չես կոչել եւ չես կոչում այդ համաձայնագրով նախատեսված բոլոր դրույթները։ Խոսքը չի գնում միայն բարեփոխումների մասին տարբեր ոլորտներում, որոնց շնորհիվ Հայաստանը հիրավի կմոտենար Եվրոպական միությանը, կդառնար եվրոպական երկիր իրականում եւ ոչ թե թղթի ու ելույթների մակարդակում, ինչպես ասում ես դու եւ քեզ սպասարկողները, մեր ժողովրդին խոստանալով տանել դեպի Եվրոպական միություն։ Ինչու չես կատարում ՍԵՊԱ-ով նախատեսված Արցախի հիմնախնդրի կարգավորման սկզբունքները, այդ թվում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ինչը մատնանշած է, ամրագրված է այդ համաձայնագրով, վավերացված է Եվրոպական միության այդ պահին անդամ 28 երկրների խորհրդարաններով եւ կյանքի չի կոչվել ու չի կոչվում Հայաստանի ուշադրություն, Հայաստանի ղեկավարության պատճառով եւ ոչ թե եվրոպական երկրների։ Հաջորդը, եթե ՍԵՊԱ-ն այդքան վատ փաստաթուղթ է եւ դու հեգնում ես այսօր եւ վերագրում ես Սերժ Սարգսյանին բաներ, որոնք գոյություն չունեն, ապա ինչու քո եւ Եվրոպական միության բոլոր արիշ-վերիշների եւ սիրախաղերի մեջ, անգամ ռազմավարական գործընկերության երկխոսություն անուն նստածած մի ստից 50 էջանոց շարադրության մեջ կարմիր թելով եվրոպացիք պնդել են, որ մտնի հենց ՍԵՊԱ-ի մասին հիշատակումները, որտեղ ամենասկզբից գրված է, որ Եվրոպական միության քո այսօրվա արիշ-վերիշների հիմքում անկած է Սերժ Սարգսյանի շնորհիվ եւ օրոք ստորագրված ՍԵՊԱ-ի համաձայնագիրը։ Հաջորդը, առկա են բազմաթիվ հարցազրույցներ, այդ թվում այս կառավարության անդամների կողմից, մասնավորապես Սուրեն Պապիկյանը 2019 թվականին տվել է հարցազրույց, որտեղ ասում է եւ այստեղ թղթակիցը դա մատնանշում է, որ Մեծամորի ատոմակայանը փակելու ժամկետների հետ կապված որևէ հիշատակում ՍԵՊԱ-ում չկա։ Իսկ դու Նիկոլ քո էժանագին մակարոնները ծախելու եւ այ ժողովրդի ականջներին կախելու մոլերանտ տարերքի մեջ այսօր փորձում է համոզել, որ Սերժն է ստորագրել նման ժամկետով փաստաթուղթ։
ոչ Եվրոպական միության հետ ստորագրված 350 էջանոց փաստաթղթում չկա ժամկետ, որով Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի։ Այն, որ այն Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի, որևէ կասկած չկա, ինչպես արդեն ասացի, անգամ քողաքի ժամացույցները ունեն պիտանելիության ժամկետ։ Սակայն փաթաթել այդ փաստը անխուսափելի երևույթը Սերժ Սարգսյանի վրա առնվազն հերթական անբարոյականություն է, որովհետև Սերժի տարբերություն քեզ պատասխանատու պետականամետ ազգային գործիչ է ու մարդ է, ով հասկանում է, որ ատոմային էներգետիկայի հարցերում գոնե հաստատ չի կարելի խաղալ ժողովրդի հույզերի եւ հույսերի վրա, չի կարելի վաճառել տեղեկատվություն, որը չի համապատասխանում իրականությանը։ Սերժը պետության ու ազգի մարդ է, իսկ ով ես դու, Նիկոլ Փաշինյան։ Այս հարցի պատասխանը իհարկե Սեպան չի արձանագրում։ Այս հարցի պատասխանը արձանագրվելու է հայ ժողովրդի պատմության դասագրքերում։ Մնացեք բարյավ։